Քաղաքի ամենակոլորիտային տալաններում վերջին օրերին Գյումրու բնակիչներն ու հյուրերը ռոք երաժշտություն էին վայելում։ Փառատոնն այս տարի Գյումրու 3 տալաններում էր։ Տասնինը թվականին էլ հիմա էլ մեր նպատակը նույնն է, ուզեցինք հավաքվել ու երգել հենց այնպես, օգտագործելով այս առիթը հանրահռչակելու համար նաև քաղաքի պատմական միջավայրը։ Եկեք այսօր երգենք հենց այնպես։ Երեք օր, 3 տալաններ ու ռոք երաժշտություն Մանուկյան ընկերությունը զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ հին ու բարի ավանդույթներն է վերականգնում։ Չի բացառվում, որ համայնքային բյուջեում չեն գտնվի համապատասխան միջոցներ, այս օրինակ փառատոնային ծրագրեր եւ մասշտաբային ծրագրեր իրականացնելու համար, այստեղ է որ խիստ կարեւորը պետության հետ համագործակցությունն է։ Գյումրի Դալան ռոք ֆեստը իր շուրջ համախմբեց ռոքի սիրահարներին ու ապացուցեց 2019 թվականից հետոյի դադարը մեծ էր, հանրությունը Դալան ֆեստը կարոտել էր։ Դալան ֆեստի արմատներում բամբիռցիներն են, երբ հրավիրում էին կամարների տակ երգելու հենց այնպես։ Ժամանակը գա որ բոլորս իրար հետ կամարի տակ կանգնած ծիծաղենք։ Այս ամբողջ ընթացքում եւ խմբերի ընտրության եւ տեխնիկական մի շարք հարցերով պայմանավորված մեզ հետ են բամբիռցիները եւ իրենց խորհուրդներով ենք նաեւ առաջնորդվել։ Ռոք երաժշտությունը ինքը վախենալու բան չէ։ Ինքը պատմում է մարդու զգացմունքների, այսօրվա կյանքի, լինի դա քաղաքական, լինի դա սոցիալական, լինի դա սիրո, ինքը ոնց որ պոեզիան ամեն ինչի մասին խոսում է։ Ֆեստի առաջին օրը Շահումյան 188 հասցեում էր, ռոքի քամիներն այս դալանից հասան հանդիսատեսի սրտին կանգուն եւ ուրախ խմբերի շնորհիվ։ Գաղափարը շատ լավն է, շատ ողջունելի է, տպավորությունները շատ դրական են, շատ ուրախ եմ, որ Գյումրիում նմանատիպ փառատոններ են անցկացվում։ Թեժ ու էներգիայով լեցուն էր նաև Տիգրան Մեծ 8 հասցեում։ Նույն դալանը, նույն տիեզերքի հետ զգացողություններն ինչպես տարիներ առաջ այժմ եւս տիեզերական էին։ Մասնակցել ենք նաև 2019 թվականին։ Ընդհանրապես տիեզերքը շատ է սիրում Երևանից դուրս ելույթ ունենալ ու ընդհանրապես մոտեցումը որպեսզի ունենալ փառատոն, որը չլինի գլխավոր հրապարակում։ Փառատոնի վերջին կանգառը Գորկու 67 հասցեն էր։ Քուչի Պլյուզը եզրափակեց երրորդյա ռոք երաժշտական ճամփորդությունը եւս մեկ անգամ ցույց տալով, որ Գյումրու թաղերում նման մշակութային նախաձեռնությունների պահանջը կա։ Առաջ անգամ եմ նվագում Գյումրիում ու տարօրինակ զգացողություններ ունեմ, որ այդպես լավ մարդիկ են հանդիպում, լավ ընկերներ։ Չէի սպասում, որ պետք է այդպես Գյումրիում նվագել։ 3 օր շարունակ հանրությունը լսեց, վայելեց, պարեց ու պարզապես դարձավ այս երաժշտական միջավայրի մի մասը, իսկ Գյումրու մշակութային կյանքը օգոստոսյան այս օրերին ապրեց ռոքի ռիթմերով։ Այս փառատոնը առանձնանում է նաև նրանով, որ խմբերը Երևանից են եւ ոչ միայն, եւ խմբերը, որոնց տեսավ այսօր Գյումրին, ծանոթացավ նաև, որ Հայաստանում կա նման երիտասարդներ, ովքեր տարածում են ռոք երաժշտությունը, ինչու ոչ շատ ընդունված է տարբեր ժանրային երաժշտություններ լսել, իսկ ինչու ոչ ռոքը Գյումրիում։ Այս փառատոնը հենց դրա մասին էր։ Գյումրին ապրեց ռոք, ստացավ լավ էներգիա եւ երիտասարդները վայելեցին իրենց երեկոն։ Որպես ավանդույթ հիմա դա վերականգնելը մեծ ինձ համար նշանակություն ունեցող է, որտեղ ես 71 թվականից ծնված եմ եւ յուրաքանչյուր ավանդույթը, որ Ռենականը Գյումրին վերականգնում է, ինձ համար թևեր է տալիս։ Տպավորությունները շատ բարձր են ու միանշանակ բարձր եմ գնահատում աշխատանքը կատարված, ամբողջ թիմի աշխատանքը կատարված։ Փառատոնը Գյումրուն վերադարձրեց մի միջավայր, որտեղ մշակույթը հասանելի է ոչ միայն փակ դահլիճներում, այլև քաղաքի առօրյա տարածքներում։ Մեր տալաններում լավ ռոքասեր կա։ Բոլոր համերգներն անվճար էին, իսկ մայրաքաղաքի ժամանակ հյուրերի համար գործել է նաև անվճար Երևան-Գյումրի Երևան երթուղին։ Կազմակերպիչների խոսքով այս մոտեցումը նախատեսվում է պահպանել նաև առաջիկայում սպասվող փառատոնների ժամանակ։ Աստղիկ Խաչատրյան, Ռայա Լազարյան, այսօր։
Վերջին շրջանում Շիրակի մարզում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով վնասվել են մի շարք բնակելի տներ, ավտոմեքենաներ, գյուղատնտեսական տնտեսություններ, հողատարածքներ։ Վնասների փոխհատուցման վերաբերյալ քաղաքացիներին տեղեկացվել էր, որ նախատեսվում է պետական աջակցության ծրագիր։ Հարցին անդրադարձել է Շիրակի մարզպետ Դավիթ Հարուշանյանը, նշելով, որ փոխհատուցման ծրագիրը չի չեղարկվել եւ դրա մշակման աշխատանքները շարունակվում են։ Կարկուտի ցուցակները համայնքներից մենք ստացել ենք, մշակել ենք այդ ցուցակները երկու անգամ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի մոտ մենք քննարկումներ ենք ունեցել։ Մենք հիմի մեր մասնագետները հաշվել են, ունենք մասնավոր եւ մասնավոր տներ, շենքերի տանիքներ, արևային կայաններ, ջրատակացուցիչներ, նաեւ ջերմոցներ, շատ ջերմոցներ ունենք։ Այդ մասով մենք ունենք հաշվարկած արդեն ֆինանսական մաս։ Նրա խոսքով ծրագիրը քննարկման փուլում է, մարզպետը տեղեկացրել է, որ արդեն իրականացվել են վնասված ավտոմեքենաների հաշվարկները, սակայն դրանց փոխհատուցման համար անհրաժեշտ է բավական մեծ ֆինանսական միջոցներ, որոնցով այս պահին դեռևս ամբողջությամբ ապահովված չեն։ Ավտոմեքենաների քանակը բնականաբար ունենք, նաև տվյալներն ունենք, համայնքապետարանը հավաքագրել է դա ամբողջը, բայց ֆինանսական անհնար է մեքենաներին հաշվել, քանակը շատ մեծ է ու ֆինանսականն էլ անհնար է սպայտերությամբ հաշվարկել, թե մեքենաների վնասն ինչքան է, որտեղ նախ են առաջի հատվածը, որը նշեցի, շատ մեծ գումարի մասին է խոսքը։ Միաժամանակ գյուղատնտեսական նշանակության հողատարածքների եւ մյուս վնասների փոխհատուցումն արդեն նախատեսված է համապատասխան ծրագրով։ Ըստ մարզպետի անհրաժեշտ հաշվարկներից հետո նախատեսվում է իրականացնել փոխհատուցման գործընթաց։ Դավիթ Արոշանյանը նաեւ ընդգծել է, որ նմանատիպ դեպքերում նախորդ տարիներին եւս գործել են փոխհատուցման ծրագրեր եւ քաղաքացիներին տրամադրվել է համապատասխան աջակցություն։ Նա վստահեցրել է, որ կարկուտի հետևանքով պատճառված վնասների փոխհատուցման հարցը անտեսված չէ եւ գործընթացը շարունակվում է։ Գյուղատնտեսության մասով աշխատանքները տարվում են, արդեն ամփոփել ենք, ամփոփման փուլում է, բայց գյուղատնտեսության մասով պիտի պարզ ասեմ մեր քաղաքացիներին, որ այնտեղ գյուղատնտեսական ապահովագրություն։ Այդտեղ էլ պիտի հասկացվի, թե ապահովագրական գործիքը կար, որով հնարավոր էր խուսափել նման դեպքերից։ Այնպես որ գյուղատնտեսական մասով էլ պիտի հասկանանք, բայց միևնույն ժամանակ կան բուսատեսակներ, որոնք ապահովագրություն չէին արում, օրինակ ենթադրենք գազարի մասով պիտի հասկացվի կամ ունենք տեսակներ, որոնք ապահովագրվում են, ունենք տեսակներ, որոնք չէ։ Բայց վստահեցնում եմ, որ գումարը չեք տեսել բանկում ձեր հաշվին։ Դա չի նշանակում, որ մենք աշխատանքներ չենք տանում։ Աշխատանքները տարվում են, որովհետև հստակ կարող եմ ասել, որ 25 թվականի կարկուտի գումարն էլ չէիք տեսել ձեր հաշվին, ոչ էլ աշխատանքներն էիք տեսել, բայց մի օր զանգ եկավ ձեզ եւ փոխհատուցումը եղավ ու ոչ միայն 25 թվականին եղավ, նաեւ 24 թվականին եղավ։ Բայց իմ այս խոսքերը թող մեր քաղաքացիները չընկալեն, որ մենք անպայման փոխհատուցում լինելու է բոլոր դեպքերով, այդ դեռ քննարկումների փուլում է ու հիմա մենք հաջորդ փուլով երևի թե 5-շաբթի հստակ չասեմ, էլի փոխվարչապետի մոտ Տիգրան Խաչատրյանի քննարկում ունենալու են կարկուտի հարցով։ Գայանե Հովհաննիսյան, Խան Հովհաննիսյան, Հայկ Գաբրելյան, այսօր։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ներկայացրել է պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծ, որը ազգային ժողովի օգոստոսի 10-ի նիստին ներկայացրել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջիլհակյանը։ Նախագծով քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն առաջարկում է ստեղծել 10 անդամից բաղկացած պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով 2 տարի գործունեության ժամկետով։ Հանձնաժողովի 10 անդամներից 5-ին նշանակելու իրավունքն առաջարկվելու է վերապահել ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը, 3-ին նշանակելու իրավունքը ազգային ժողովի ուժեղ Հայաստան խմբակցությանը, իսկ 2-ին նշանակելու իրավունքը ազգային ժողովի Հայաստան խմբակցությանը։ Քվեարկության արդյունքների համաձայն 92 կողմ 0 դեմ եւ 0 ձեռնպատ ձայներով ազգային ժողովն ընդունեց պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը։ Քվեարկության է դրվում քաղաքացիական պայմանագիր խմբակցության ներկայացրած պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ազգային ժողովի որոշման նախագիծ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։
Հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկում մեկնարկում են համալիր պարապմունքները։ Զինծառայողները դաշտային պայմաններում ամրապնդում են մոտակա գործողության կարիճ զենիթահրթիռային համալիրների կիրառման փորձառությունը, ներդաշնակում են փոխգործակցությունը, կատարելագործում մասնագիտական հմտությունները։ Տվյալ դաշտային պայմաններում անցկացված պարապմունքները բարձրացնում են անձնակազմի գործնական գիտելիքները եւ նպաստում են, որպեսզի հաշվարկները կարողանան պատրաստականության աստիճանների գան ավելի սեղմ ժամկետներում։ Հայաստանի Հանրապետության բանակի զինանոցը համալրած կարիճ հակաօդային պաշտպանության համալիրները նախատեսված են ցածր թռչող ինքնաթիռների, ուղղաթիռների եւ անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման եւ ոչնչացման, կենսական նշանակություն ունեցող ռազմական եւ արդյունաբերական օբյեկտների հակաօդային պաշտպանության համար։ Օդային հարձակամիջոցները գնալով կատարելագործում են։ Նրանք ավելի փոքր են դառնում, ավելի արագաթաց։ Ստորաբաժանման պատրաստության գործում կարևոր է յուրաքանչյուր նրբություն։ Զինծառայողները հերթով հակաօդային պաշտպանության համալիրները բերում են պատրաստության վիճակի, իրականացնում են պարապմունքի ծրագրով նախատեսված գործողությունները։ Կարիճ զենիթահրթիռային համալիրի կազմի մեջ նաև մտնում է կառավարման եւ հետախուզման մեքենան, որը կարողանում է հայտնաբերել մինչև 60 կիլոմետր հեռավորությամբ նշանակետեր եւ կարողանում միաժամանակ ղեկավարել 4 մարտական մեքենաներ։ Իդեպ նորագույն այս զինտեխնիկան հիմնականում շահագործում են պաշտպան հայանյաց ծրագրի շահառուները։ Նրանցից մեկն էլ Գարիկ Խաչատրյանն է։ Թե ես, թե իմ զինակից ընկերները ամենօրյա կատարելագործելով գործունեությամբ ամեն ինչ անում ենք, որ բարձրացնենք բանակի պաշտպանունակությունը։ Պայմանագրային զինծառայողը վստահեցնում է, չնայած անցած կարճ ժամանակահատվածին արդեն իսկ գերազանց տիրապետում են հակաօդային պաշտպանության համալիրների կիրառման կարգին։ Մեր հրամանատարների աջակցությամբ սեղմ ժամանակամիջոցին տիրապետել ենք թե ես, թե իմ զինակից ընկերները տեխնիկային։ Տեխնիկաներ շատ բազմաթիվ հնարավորություններ ունի թե արտի ժամանակաշրջանում, թե հետագայի համար աշխատելու եւ կիրառելու համար։ Հանրապետության մեկ այլ հատվածում համալիր վարժանքներ են անցկացնում նաև հակաօդային պաշտպանության լուսան, զենիթային հրթիռային համալիրներով սպառազինված հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողները։ Կառավարող ու սպասարկող օժանդակ մեքենաներից բաղկացած այս համալիրը նախատեսված է մարտական ինքնաթիռների, ուղղաթիռների եւ ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի խոցման, զորքերի, խմբավորումների եւ կենսական նշանակություն ունեցող պետական ու ռազմական օբյեկտների հակաօդային պաշտպանության համար։ Տեխնիկան ստացիոնար չի, կարող ենք շարժել, տարբեր դաշտային եւ եղանակային պայմաններում կատարել գործողություններ, կարող ենք միաժամանակ գործել եւ խոցել ավելի շատ ու տարբեր տեսակի նշանակետեր։ Համալրված լինելով ժամանակակից թվային ռադիոլոկացիոն կայանով եւ կառավարման ավտոմատացված միջոցներով լուսան զենիթահրթիռային համակարգը ունակ է 120 կմ հեռավորությամբ հայտնաբերել մինչեւ 120 օդային օբյեկտ։ Ավտոմատացված ռեժիմում ուղեկցել մինչև 60 եւ միաժամանակ խոցել 16 թռչող օբյեկտ, 18 կմ բարձրությամբ եւ 25 կմ հեռավորությամբ։ Անձնակազմը ուսուցանվել է արտերկրում, մենք մեր ուսուցումը շարունակել ենք դաշտային ելքերի, պարապմունքների հաշվին, որի արդյունքում էլ այսօր ունենք բարձր պատրաստված թե սպաներ, թե պայմանագրային զինծառայողներ։ Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ձեռնարկած քայլերի արդյունքում ձեռք բերված նորագույն զինտեխնիկաների շնորհիվ Հայաստանի Հանրապետության օդային սահմանները դարձել են առավել պաշտպանված, քանի որ համալիրների ինտեգրումը հակաօդային պաշտպանության զորքերի կազմում հնարավորություն է ընձեռել արդյունավետ պայքար մղել ժամանակակից օդային հարձակման միջոցների դեմ եւ էապես բարձրացնել օբյեկտների հակաօդային պաշտպանության մակարդակը։ Ներսես Իվանյան, Հայկ Շիրինգարյան։ Ձեր ուշադրությանն եմ հրավիրում կարկառունը տիրավախախտումներից մեկը։ Այս կադրերը վարորդական վկայականի գործնական քննության ընթացքում իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառման տեսագրությունից են։ Ըստ քննիչի տեսագրությունը վկայում է, թե ինչպես է գործնական քննության ժամանակ տեխնացուն թույլ տալիս մի շարք խախտումներ, սակայն այդուհանդերձ ստանում է վարորդական վկայականը։ Սա գետ է։ Ավտոմեքենաները ստիպված դուրս են գալի այլ երթևեկելի գոտի։ Խնդրեմ, այս բանը ուշադրություն դարձեք, մի հատ եւս ավտոմեքենա կմոտենա։ Խնդրեմ։ Այսինքն առանց իջելու, առանց համապատասխան կանոնների մարդը ուղղակի որոշել է, որ հետևյալ կերպ պետք է ավտոմեքենա շրջադարձ իրականացնի։ Մեկ այլ խախտում էլ քննության մասնակիցը թույլ է տվել կայանման ժամանակ։ Այստեղ երկու գիծ է խախտվում, ոչ միայն այս կողայինը, որ հիմա կկանգնի, այլ նաև հետևը։ Խնդրեմ ուշադրություն դարձրեք։
Քննիչի պնդմամբ սրանք միակ իրավախախտումները չեն։ Դրոնով իրականացված տեսագրություններում, ինչպես նաև գործնական քննության պաշտոնական տեսանյութում արձանագրվել են տեխնացուի թույլ տված բոլոր խախտումները, որոնք պետք է հիմք դառնային քննությունը չհաղթահարելու համար։ Ըստ նախաքննության նույն անձը նմանատիպ խախտումների պատճառով նախկինում 5 անգամ չէր հաղթահարել գործնական քննությունը, սակայն այս անգամ ստացել է վարորդական վկայական։ Այդ հանգամանքն էլ ըստ քննության հիմք է դարձել կոռուպցիոն սխեման բացահայտելու համար։ 2025 թվականին ամուսինները Մասիսի բնակիչներ որոշում են, որ կնոջ համար պետք է ձեռք բերեն վարորդական վկայական։ Այսպես դիմում են ներքին գործերի նախարարության համապատասխան վարչություն եւ տալիս տեսական քննությունը։ Տեսական քննությունը կինը ստանում է դրական 20-ից 20, այսինքն բացարձակապես գերազանց։ Դրանից հետո արդեն գալիս է գործնական քննություն անցնելու ժամանակահատվածը։ Մինչև 2026 թվականի մայիս ամիսը 5 անգամ նշված անձը, այսինքն կինը, տալով քննությունը ստանում է բացասական գնահատական։ Դրանից հետո հասկանալով, որ այլ տարբերակ չկա, որոշում է զարտուղի ճանապարհներով, այսինքն կաշառք տալու միջոցով ստանան վարորդական վկայականը։ Ամուսինը դիմել է իր ընկերոջը, որը ծանոթացրել է միջնորդ անձի հետ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ վարորդական վկայականը ստանալուց հետո միջնորդ անձի միջոցով տեսուչին պետք է փոխանցվի 300,000 դրամ կաշառք։ Մայիսի 11-ին Արտաշատի հաշվառման քննական բաժանմունքում անձը մասնակցել է գործնական քննության եւ ստացել վարորդական վկայական։ Տեսագրությունում երևում է նաեւ, թե ինչպես է քննության ավարտից հետո քաղաքացին լուսանկարում ստացած վարորդական վկայականը։ Կաշառք ստանալու օժանդակողը մոտենում է տրամադրում դատարկ ծխախոտի տուփ, որպեսզի գումարը ակնհայտ ձևով չտրամադրվի, քողարկված։ Անգամ ուղղորդում է, թե որտեղ կարելի է գումարը տանել եւ տեղադրել, որովհետեւ հնարավոր է այդտեղ տեսանկարող սարքեր առկա չեն։ Կինը վերցնելով ծխախոտը եւ իր մոտ է գտնում է գումարը։ Գնում է այդ համապատասխան գործողությունը իրականացնի։ Դրանից հետո մոտենում, տրամադրում արդեն ոչ դատարկ ծխախոտի տուփը լի գումարով եւ տալիս կաշառք ստանալու օժանդակողին։ Քրեական վարույթով մեղադրյալները 5-ն են, նրանցից 2-ը կալանավորված են, 3-ի նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելքը։ Կալանքի տակ է Արտաշատի հաշվառման քննական բաժնի տեսուչը, որը ըստ վարույթն իրականացնող մարմնի վերջնականապես ստացել է կաշառքի գումարը։ Ամուսինները մեղադրվում են խմբի կազմում ապօրինի գործողություն կատարելու համար կաշառք տալու համար։ Ամուսին ընկերը, ով որ խորհուրդ է տվել նշված անձին մոտենալ, ծանոթացրել եւ այդ ծանոթացման գործընթացը կազմակերպել է, մեղադրվում է կաշառք տալու օժանդակության դեպքով։ Այն անձը, ով միջնորդն է հանդիսացել պաշտոնատար անձի եւ նշված անձին առաջադրվել է մեղադրանք կաշառք ստանալու օժանդակության համար։ Իսկ պաշտոնատար անձը հաշվառման քննական բաժնի գլխավոր մասնագետը մեղադրվում է 437 հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետով, այսինքն ապօրինի գործողության կամ անգործության համար կաշառք ստանալու համար։ Քրեական վարույթով կաշառք տալու մեջ մեղադրվող ամուսիններն ու նրանց ընկերը ընդունել են մեղքը, համագործակցել նախաքննական մարմնի հետ եւ ներկայացրել դեպքի մանրամասները, իսկ կաշառք ստանալու մեջ մեղադրվող պաշտոնատար անձն ու նրան օժանդակողը մեղադրանքը չեն ընդունում, ներկայացնելով վարկածներ, որոնք ըստ քննության ամբողջությամբ հերքվել են։ Քրեական վարույթը ուղարկվել է հսկող դատախազին մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան փոխանցելու նպատակով։ Քրիստինե Թորոսյան, Արման Թովմասյան։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 15 կետանոց ծրագիրը։ Նա հայտարարել է, իսրայելական զորքերի դուրսբերումը տեղի չի ունենա, մինչև Համասն իսկապես չզինաթափվի։ Զինվորականները կշարունակեն վերացնել Իսրայելի եւ նրա քաղաքացիների դեմ սպառնալիքները, հավելել է Նեթանյահուն։ Նրա խոսքով այժմ Իսրայելը բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ հետագա քայլերի շուրջ։ Որոշ գաղափարներ ընդունելի են, որոշները ոչ, եւ մենք գիտենք ինչպես պաշտպանել մեր դիրքորոշումն այդ հարցերի շուրջ, ասել է նա։ Թրամփի ստեղծած խաղաղության խորհուրդը հուլիսի վերջին համաձայնության էր հասել Համասի եւ Գազայի այլ զինված խմբավորումների լիակատար զինաթափման շուրջ, սակայն Համասը հայտարարել էր, որ ծանր զինամթերքի հանձնումը կախված է իսրայելական ագրեսիայի դադարեցումից եւ Գազայից զորքերի դուրսբերումից։ Համասն օգոստոսի 9-ին վերահաստատել է, որ հանձնառու է միջնորդների եւ խաղաղության խորհրդի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին կապված հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի իրագործման հետ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ ուղիղ բանակցություններ չեն ընթանում։ Տեղի է ունենում հաղորդագրությունների փոխանակում միջնորդների միջոցով, ինչը նրա խոսքով չի կարելի բանակցություն անվանել։ Արաղչին նշել է Թեհրանի տեսանկյունից բանակցություններ հնարավոր չեն, մինչև ԱՄՆ-ն չդադարեցնի փոխըմբռնման հուշագրի խախտումները։ Իրանի արտգործնախարարը հաստատել է, որ Օմանի հետ համաձայնությունը մոտ է կապված Հորմուզի նեղուցում նավագնացության նոր ուղիների հաստատման հետ։
Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարվածներ է հասցրել արդյունաբերական եւ քաղաքացիական օբյեկտների Թաթարստանի Նիժնեկամսկ քաղաքում։ Կան զոհեր, Թաթարստանում սուք է հայտարարվել։ Ընդհանուր առմամբ ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության երկրի տարբեր շրջաններում խոցվել է ավելի քան 450 ԱԹՍ։ Երկրի արևմուտքում մի քանի օդանավակայան ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը։ Ռուսաստանն էլ ավիառումբերով հարվածել է Սումիին, կան տուժածներ։ Օդեսայում թիրախավորվել են էներգետիկ ենթակառուցվածքները։ Եմենի զինված ուժերը հայտնել է, որ հութիները հարվածել են Կարմիր ծովի ափին գտնվող Մոխա քաղաքին։ Հարվածների հետևանքով զոհվել է 7 մարդ, 30-ը վիրավորվել։ Զոհերի եւ տուժածների թվում կան քաղաքացիական անձինք եւ զինվորականներ։ Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռներով եւ անօդաչուներով թիրախավորել են Սաուդյան Արաբիայի զորքերի հավաքատեղիները եւ զենքի պահեստները։ Եմենն ավելի քան 1 տասնամյակ բախվում է քաղաքացիական պատերազմի։ Իրանի աջակցությունը վայելող հութիները գրավել են մայրաքաղաք Սանան եւ ստիպել միջազգայինորեն ճանաչված կառավարությանը տեղափոխվել հարավ։ Ադենում գործող կառավարությունը վայելում է Սաուդյան Արաբիայի եւ Պարսից ծոցի այլ պետությունների աջակցությունը։ Չինաստանի իշխանությունները երկրի արևելքից, այդ թվում Շանհայից ավելի քան 1 միլիոն մարդու են տարհանել Դելֆին թայֆունի պատճառով։ Ճեծյանի նահանգում խաթարվել է տրանսպորտային հաղորդակցությունը։ Միայն Շանհայում չեղարկվել է 1400 չվերթ։ Փակվել են զբոսաշրջային հիմնական վայրերը, մարդկանց կոչ է արվել դուրս չգալ տնից։ Թայֆունը շարժվում է դեպի Չինաստանի խորքերը։ Իշխանությունները նախազգուշացրել են առաջիկա 3 օրերին տեղատարապ անձրևների, հեղեղումների եւ սողանքների վտանգի մասին։ Ավելի վաղ Դելֆին թայֆունի պատճառով Ֆիլիպիններում 8 մարդ է զոհվել, Ճապոնիայում կան տուժածներ։ Սյուզաննա Չրաղյան։ Վանաձորի քաղաքական կյանքում նոր զարգացումներ կլինեն, թե ոչ։ Հուլիսի 22-ին Վճռաբեկ դատարանը մերժել է ՀԱՍԿ կուսակցության Վճռաբեկ բողոքը, ինչից հետո, ըստ իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանի, վերացել են համայնքի ղեկավարի ընտրության գործընթացը շարունակելու իրավական խոչընդոտները։ Այս թեմայով սոցիալական ցանցում գրառում է կատարել ուղղակի ժողովրդավարություն ՀԿ նախագահ Գևորգ Քոթանջյանը, նշելով, որ այժմ արդեն հնարավոր է հրավիրել ավականու նիստ եւ ընտրել համայնքի ղեկավար։ Տիմ փորձագետի խոսքով Վճռաբեկ դատարանի որոշումից հետո իրավական առումով այլևս որևէ արգելք չկա համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով նիստ հրավիրելու համար։ Իմ գրառման պատճառը հետևյալն է։ Համայնքի շահ ապահովողը հանդիսանում է համայնքի վարչակազմ, այսինքն աշխատակազմի քարտուղարը ինքը պետք է ապահովել այդ ամեն ինչը։ Եվ քանի որ աշխատակազմի քարտուղարն ու աշխատակազմը որևիցե ձայն չէին հանում այս մասով, ես հուշեցի, որ կա նման հարց եւ պետք է նիստ դրվի։ Այս դատական գործընթացը ընդհանրապես փլուզվում է սրանով ու այլևս քանի որ Վճռաբեկ դատարանը համարվում է ամենաբարձր դատական մարմինն է Փարագայում, այլևս բողոքարկման որևիցե տեղ չի։ Հետևաբար վարույթը պետք է ամսի 23-ով կարճված լիներ եւ նշանակվեր համայնքի ղեկավարի ընտրություն։ Վճռաբեկ դատարանի որոշումից հետո համայնքի ղեկավարի ընտրության գործընթացը կախված է արդեն ավականու գործողություններից, ասում է իրավապաշտպանը։ Արդյոք առաջիկայում կհրավիրվի համապատասխան նիստ եւ կընտրվի Վանաձորի նոր համայնքապետ։ Այստեղ նաեւ հետաքրքիր է այն բոլոր խմբակցությունների դիրքորոշումը, որոնք որ հաստատում են մանդատ, որտեղ իրանք առաջնային օղակներ ու իրանք կարան այս պահին գնան գրություն տան հարկադիր մարմնի եւ պահանջեն նիստի բացում։ Դա առնվազն 5 խմբակցություն, 5 շահագրգիռ խմբակցություն եւ 1 անկախ մարմին, դա տեղական ինքնակառավարման մարմինն է, այսինքն այս դեպքում համայնքապետարանի աշխատակազմը, որը աշխատակազմի քարտուղարը ինքը քաղաքական պաշտոն չի զբաղեցնում, ինքը զբաղեցնում է համայնքային ծառայության պաշտոն։ Եվ այդ համայնքապետարանի շենքը կառավարում է ինքը։ Փաստացի պետք է արձանագրենք, որ 23-ից սկսած մինչև այսօր բոլոր 6 կողմերից որևէ մեկը շահագրգիռ չի եղել։ Հիմա կտեսնենք, գուցե կուսակցությունները տեղեկացված չեն եղել։ Չեմ կարող ասել։ Կարող է տեղեկացված են եղել, պատկերացում չեն ունեցել, թե ոնց պետք է գործեն։ Գևորգ Քոթանջյանն անդրադարձավ նաև խոշորացմանը, դրա փուլերին եւ համայնքի ղեկավար ունենալու հետ ուղիղ կապին։ Ընդհանուր առմամբ, քանի որ սեպտեմբերին պետք է խոշորացում տեղի ունենա։ Այսինքն ըստ երևույթին, բայց այստեղ էլ խնդրահարույց հարց, որտեղ խոշորացում չի կարող տեղի ունենա մի process-ի ժամանակ, որը որտեղ չի իրականացվել, այսինքն մենք
դեռ վարչատարածքային բաժանման օրենքով իհարկե խոշորացում տեղի ունեցել, բայց քանի որ չենք ունեցել համայնքի ղեկավար, չենք կարողացել ընդհանուր ոնց որ բնակավայրի կառավարման գործընթացը միավորած ստեղծենք, այսինքն կառավարչական հիմնարկը, որպես այդպեսին չի ենթադրել դարպաս, շահումյան եւ ուգար բնակավայրերի միասնություն։ Այստեղ այդ process-ը տեղի չի ունեցել, իսկ օրենք հստակ սահմանում է, որ 5 տարվա ընթացքում, այսինքն մի ժամկետ գոնե պետքա կարողանար այդ process-ով անցնել։ Մինչդեռ փաստացի ստացվում է, որ այդ process-ով ինքը դեռ չի անցել, որովհետև այդ մարմինը դեռ չի գումարումը դեռ չի եղել։ Այսպիսով Վճռաբեկ դատարանի որոշումից հետո Վանաձորի համայնքապետի ընտրության հարցում հիմնական դերակատարը մնում է Ավագանին։ Վանաձորի քաղաքական դաշտում սպասվող զարգացումները ըստ էության առաջիկայում պետք է հստակեցնեն համայնքի կառավարման հետագա ընթացքը։ Մեծ ուրախությամբ է, որ այսօր խորանաշատում ենք հավաքված։ Շուրջ 12 տարի է, ինչ շոտոկան կարատեի Հայաստանի Ֆեդերացիան մարզչական գործունեություն է ծավալում Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում։ Այդ տարիների ընթացքում բազմաթիվ երեխաներ մարզական ճանապարհ են անցել, գրանցելով հաջողություններ թե հանրապետական, թե միջազգային մրցահարթակներում։ Օգոստոսի 5-ին Բերդ համայնքի կարատեիստները մարզիչների եւ ծնողների ուղեկցությամբ բարձրացան Չինարի գյուղի բարձունքում գտնվող խորանաշատի վանքը, որտեղ տեղի ունեցավ տարվա ընթացքում լավագույն արդյունքներ արձանագրած մարզիկների պարգևատրման արարողությունը։ Շատ կարևորում ենք մարտարվեստի զարգացումը հիմնական սահմանամերձ գոտիներում, որովհետեւ ունենք այսօր սահմանների պաշտպանության խնդիր, բանակի հզորացման խնդիր, որի համար մեծ ներդրում ունի Արամ Աղաբաբյանը, որի Տավուշի մարզի մարզիչն է։ Ունենք ծրագիր մարտարվեստը ընդլայնելու Իջևանում, Նոյեմբերյանում, Դիլիջանում, Ճամբարակում, նույնիսկ ընդհանուր դպրոցը մեծ հիմքերի վրա է դրված, լավ պատրաստություն են անցնում, հաճախակի այստեղ սեմինարներ են անցկացնում եւ տեխնիկական եւ մրցավարական Արարողության համար ընտրված վայրը պատահական չէր։ Ավելի քան 8 դարերի պատմություն ունեցող խորանաշատի վանքը դարեր շարունակ եղել է կրթության, գրչության եւ հոգեվոր կյանքի կարևոր կենտրոն։ Այսօր սահմանամերձ Չինարիի բարձունքում կանգնած այն շարունակում է խորհրդանշել հայկական մշակույթի կենսունակությունն ու սահմանապահի աննկուն ոգին։ Մեր վանական համալիրները միշտ ուսումնական կենտրոն են եղել։ Այո, այդ առանձնակի կյանքով ապրել են, այո, այդ աստվածաշնչի գիտելիքի մեջ մեծ խորաթափանց լինելու մեծագույն արվեստ են զարգացրել մեր հայրերը եւ այսօր մենք մեր զավակներին հուշում ենք, որ վանքերը ուսումնական կենտրոն են։ Վանքերը միայն տուրիստական առումով գալու, գնալու, տեսնելու, չգիտեմ, ման վառելու վայր չեն միայն, հա, այլ մենք այստեղ պիտի ուսում ստանանք, կգա ժամանակը կվերականգնվեն Տիրոջ ողորմությամբ եւ փառքով, որպեսզի կարողանանք ավելի ամբողջական կազմակերպել ուսուցումը մեր զավակների։ Պարգևների արժանացան միջազգային եւ հանրապետական մրցաշարերում մրցանակային տեղեր զբաղեցրած, ինչպես նաեւ գոտիների որակավորման քննությունները հաջողությամբ հանձնած սաները։ Մրցանակները հենց այս պատմական միջավայրում հանձնելու նախաձեռնությամբ կազմակերպիչները ցանկացել էին երեխաների մարզական նվաճումները կապել ազգային հիշողության եւ պատմամշակութային ժառանգության հետ, ընդգծելով, որ հաղթանակը ձևավորվում է այն արժեքների վրա, որոնցով մեծանում է սերունդը։ Ֆիզիկական կուլտուրային սպորտը անձի ձևավորման գործընթացում շատ կարևոր նշանակություն ունի, հատկապես վաղ մանկական հասակում, եւ այդ կարևորությունը ավելի առանձնահատուկ դառնում, երբ որ դա այդ ֆիզիկական կուլտուրային սպորտը որպես մարզաձև, որպես սպորտաձև հիմնական իր տեղը ունի սահմանամերձ գոտիում, սահմանամերձ գյուղերում, սահմանամերձ տարածքում։ Կարևոր է այդ մարզական միջոցառումները ընդլայնումը, որովհետև միայն ֆիզիկական կուլտուրային սպորտին մոտ մարդը երեխան կարող է ունենալ հասարակության համար կարևորագույն գործ, հասարակության համար պիտանի անձ։ Բերդի տարածաշրջանի պատանի կարատեիստների առջև նոր մրցաշարեր ու նոր փորձություններ են։ Խորանաշատի բարձունքից նրանք հեռացան արդեն նոր նպատակներով, իրենց հետ տանելով հերթական հաղթանակների ներհայաց հիշողությունն ու առաջ շարժվելու նոր մոտիվացիան։
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 24-ին փրկարարծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է Եղեգնաձոր, ծանոթանալու Հրշեջ փրկարարական ջոկատի վարչական նոր շենքի շինաշխատանքների ընթացքին։ Նախարարը վարչական նոր շենքում ծանոթացել է Հրշեջ փրկարարների աշխատանքային պայմաններին եւ ծառայության արդյունավետ կազմակերպման համար ստեղծված հնարավորություններին, կարևորելով անձնակազմի համար պատշաճ աշխատանքային միջավայրի ապահովումը։ Արփինե Սարգսյանին ներկայացվել է, որ շուտով կավարտվեն շինաշխատանքները, ինչի արդյունքում Հրշեջ փրկարարական ջոկատը կունենա ժամանակակից, անհրաժեշտ բոլոր պայմաններով հագեցած վարչական նոր շենք։ Ներքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար, կարևորելով հետևողական եւ արդյունավետ աշխատանքների շարունակականությունը։ Մի շարք ուղղություններով տալով հանձնարարականներ, նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է ավարտին հասցնել մնացած աշխատանքները եւ հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել անհրաժեշտ պայմանները, որպեսզի Հրշեջ փրկարարները կարողանան ծառայությունը շարունակել պատշաճ պայմաններում։ Հուլիսի 21-ի առավոտյան ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնեց, որ գիշերը Մազմանյան փողոցի իրենց շենքի բակում կայանված ավտոմեքենայից գողացել են կողային հայլիների ապակիներն ու թողել տելեգրամյան հասցեի հղում։ Ահազանգով դեպքի վայր մեկնեց համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը։ Աչափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանները պարզեցին, որ գողությունը կատարել են Մայրաքաղաքի Մանանդյան փողոցի 24-ամյա եւ Կարմիր Բլուրի 64-ամյա բնակիչները։ Ըստ ոստիկանների տեղեկության երիտասարդը կատարել էր բուն գործողությունները, իսկ տղամարդը հսկել էր տարածքը հարկ եղած դեպքում նրան զգուշացնելու համար։ Հուլիսի 29-ին երկուսն էլ ձերբակալվել ու ներկայացվել են նախաքննական մարմին։ Դատարանի որոշմամբ երիտասարդը կալանավորվել է, իսկ տղամարդու նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն։ Նախաքննությունը շարունակվում է։